Մասնակիցներ դատարան լսեց յուրաքանչյուրի կողմի կարծիքը, դատարանը արձանագրում է հետևյալը, իրոք դատարան նախորդիվ եւ վերաքննիչ դատարանը եւ առաջին ատյանի ընդհանուր երաշտական քրեական դատարանը նախորդիվ կայացած որոշումով մասնարարպես վերջինը 26 մարտ 26 փետրվար 2026 թվականին արձանագրել էր, որ նվազել են, սակայն ոչ խափան միջոցի հիմքերը նվազել են, սակայն ոչ այն աստիճան, որպեսզի հնարավոր լինի ապահովել անազատության հետ չկապված ալտրանքային խափան միջոցի կիրառումը։ Ներկայումս դատարանը արձանագրում է հետևյալը. վարորդը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Պասպան խոսքով հանդես են եկել վարորդի մասնակիցները։ Ապացների հետազոտում դատարանը դեռևս չի կատարել։ Դատարանը նաև հաշվի առնում նաև կարգավորումները Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիր 21-ական օրենքի 19 հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև 90 հոդվածի 5-րդ մասի պահանջները, եւ դատարանը արձանագրում է, որ վարորդի ներկա փուլում այլընտրանքային խափան միջոցները չեն նվազել այն աստիճան, որ հնարավոր լինի այն փոխելու անազատության հետ չկապված այլ խափան միջոցներով։ Հետևաբար Պաշտպանական կողմի միջնորդությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափան միջոց գրավը 25 միլիոն դրամ կիրառելու հետ կապված եւ խափան միջոցը փոխելու առումով մերժվում է, իսկ Արտուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափան միջոցը երկարաձգվում է 2 ամիս ժամկետով տնային կալանքի տակ գտնվելու պայմանները դատարանի կողմից փոխվում են, այսինքն տնային կալանքի երկամսյա ժամկետը մեղադրյալը պետք է կրի քաղաք Երևան, Ուռնեցի 8-րդ փողոց տունը հասցեում, այդ հասցեում մեղադրյալին արգելվել է հյուրընկալել սույն քրեական վարույթով եւ շփում ունենալ սույն քրեական վարույթով մասնավոր մասնակիցների, նաեւ վկաների հետ։ Մյուս սահմանափակումները վերացվում են, այսինքն մեղադրյալը ազատ կարող է հյուրընկալել եւ շփվել այլ անձանց։ Նախկինում դատարանը բացառություններ արել։ Ոչինչ, մի կերպ կդիմանաք։ Այս ընթացքում ուրեմն դուք հնարավորություն կունենաք հանդիպելու այլ անձանց հետ հյուրընկալել ձեր բնակության վայրում, սակայն ձեզ արգելվելու է շփում ունենալ սույն վարույթով մասնավոր մասնակիցների հետ վկաների։ Այսօրվանից սկսած, սակայն երկամսյա ժամկետը այսօրվանից ինչ եմ ասում, որովհետև դուք ժողովուրդ, ես խոսում եմ, համատեղ չի կարելի, էլի, ես հարգեցի ձեզ, լսեցի։ Այսօրվանից սկսած, որովհետև դուք գրանցված եք որպես թեկնածու պատգամավորի, պարոն Սարգսյան, հնարավորություն կընձեռվի ձեզ այդ հանդիպումները, եթե անհրաժեշտ են ունեք ձեր բնակության վայրում, ես արդեն իսկ մատնանշեցի Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի եւ 90 հոդվածի 5-րդ մասի 19-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները։ Էլեկտրոնային միջոցներով է իրականացվելու հսկողությունը 20 միլիոն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը մնալու են անփոփոխ։ Բնականաբար պաշտպանի միջնորդումն են նշել